Լավ, ես մի հարց ունեմ, վերջին տարիներին մի հատ տենդենս կա, որը բոլորը նկատել են, բոլորը դա տեսնում են, օգտվում են դրանից եւ այլն։ Դա այլ երկրներից աշխատուժի ներհոսքն է Հայաստան։ Համեմատաբար էժան աշխատուժի, չնայած դա էլ արդեն մի քիչ կարծես հարաբերական դառնում։ Ինչ եմ ես հարցը տալի, դա զարգացման ցուցիչ է։ Տես, Վլադ ջան, զարգացման հնդիկը, որը գալիս է Հայաստան աշխատելու, այստեղից տրանսֆեր ուղարկելու Հնդկաստան։ Դա զարգացման ցուցիչ չի դեռ, էլի եմ ասում։ Զարգացումը դա աշխատանքի բաժանման խորացում։ Աշխատանքի բաժանման խորացման շատ կոպիտ, շատ կոշտ ցուցիչ է, հա, որտեղ հնարավոր չի դա մի ցուցանիշով հաշվել, դա հնա չի, էլի, որ սա սպարզացնենք, դնենք ինչ-որ թվեր, գումարենք, հանենք ինչ-որ բան ստանանք։ Ինքը, եթե հնատու ես, պետք է կոմպլեքս նայես, հա, մի քանի ցուցանիշ, բայց շատ չոր, հա, ոնց որ ասում են, չոբան, հա, մոտենանք։ Աշխատանքի բաժանման խորացման մակարդակը արտահայտվում է նոր մասնագիտություններով։ Իսկ ինչքան շատանում է մասնագիտությունները, հա, այդքան կոմոդ ուրեմն զարգացում է։ Հայաստանի Հանրապետություն ես հակառակ էֆեկտ եմ տեսնում։ Այո, ինչ որտեղ նորից, հա, ֆինանսական հոսքերի հաշվին, թանկացումների հաշվին մեր մոտ այդ պլանքն բարձրացել է։ Այն պլանքի մասին, որ մենք խոսում, որ մեր մոտ տարանջատում է։ Ռուսաստանում աշխատում, թե Հայաստանում, հա, եղել է 5 օր, այսօր դարել է 6 օր, հա, եւ մարդը Ան ասում է, ես ոչ $400 չեմ աշխատում, ես 600-ով կաշխատեմ, կտակ, չէ։ Բայց մեր Հնդկաստանի բարեկամները պատրաստ են դրա կեսով աշխատել։ Եվ բնականաբար այն ոլորտները, որը չի պահանջում, չի լեզվի իմացություն եւ այլն, ինչ-որ քիչ, շատ, դա նույն երևույթն է, ինչ որ մենք գնում ենք Ռուսաստան կամ չգիտեմ բանգլադեշցիները գնում են Ամերիկա, հա, Նյու Յորք, հիմնականում բոլոր տաքսիստները գիտես, չէ, հնդիկ ու բանգլադեշցի Նյու Յորքում, հա։ Դա այդ երևույթն է, հա։ Մենք խոսում ենք գլոբալիզացիայի, ուրեմն երևույթն է, ասում ենք գլոբալիզացիան դա երբ որ ամերիկյան ասենք կազմակերպությունը իր արտադրությունը տանում է Չինաստան, հա։ Բայց ինչ անել ծառայությունների հետ։ Քանի որ ծառայությունը non-tradable հատված արտահանելի չի, դու չես կարա, չէ, դուրս անես։ Բա ինչ անենք, հա, ոնց որ ասում է, եթե սարը չի գնում, հա, Մագամեդի մոտ, Մագամեդն է գնում, հա, սա, ինչ անենք, եթե մենք չենք կարող ծառայությունները, հա, տաքսու ծառայություն, ինքը պետք է Նյու Յորքում։ Նրանից թե Բանգլադեշում դա ավելի էժան է, հա, դա մեզի ոչինչ չի տալի։ Մեզ պետք է վարորդ, մեր Նյու Յորքսի վարորդը պահանջում է $10,000։ Ինչ անել, որ մարդուն պիտի բերել ստեղ։ Եվ այդ տենդենսը մենք էլի տեսնում ենք Գերմանիայում, թուրքերը, հա, Ֆրանսիայում արաբները, Ամերիկայում հնդիկները ու Անգլիայում հնդիկները։ Այդ երևույթն է գլոբալիզացիա, այդ մետաստազներն են, էլի։ Ինչ որ չափով մենք էլ ենք գլոբալիզացիայի տրենդի մեջ, հա։ Մենք էլ մեզ մոտ էլ գալիս են այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով աշխատավարձի մակարդակը, հա, կյանքի բարեկեցության մակարդակը էլ ավելի ցածր է, եւ իրանք, հա, գալիս են մեր մոտ զբաղեցնում են տեղեր, որտեղ որ մենք չենք ուզում աշխատել, որովհետեւ կա այլ ընտրանք մեր համար, ոչ թե իրանց։ Իրանց համար լինի ընդդեմ, իրանք կարող է գնալ, ես չգիտեմ, հնդիկներ գնում են Ռուսաստան։ Չեմ լսել։ Չգիտեմ։ Կարծում եմ չէ, հա, ես էլ չեմ լսել։ Էլ եմ ասում, դա ոչ վատ է ինչ-որ, ասում, հայ, գիտեք ինչ, վատ։ Չեմ կարծում, ինչ-որ մարդիկ մեր մոտ կասում, դա դեմոգրաֆիկ ինչ-որ կարող է վաղը մյուսօրը խնդիր է։ Ես չգիտեմ, դա իմ բանը չէ, էլի իմ ոլորտը չի, չեմ ուզում ստեղ, ես մասնագետ չեմ, դրա գնահատականներ տամ, չեմ ասի վատ է, չգիտեմ ինչա, բայց որ դա ինչ-որ մեր զարգացման հատկանիշներից համաձայն չեմ դրա հետ։ Գնանք, հա, քրոնոլոգիայով ինչ է տեղի ունենում, ներքին շուկայի էֆեկտով պայմանավորված եւ ինչու բնականաբար, ինչպես որ ցանկացած այլ երևույթ ինքն ունի իր սահմանափակումներ եւ չի կարող ընդմիշտ աշխատել եւ ժամանակին, հա, մենք եկանք ու կանգնանք դրան, որ այդ էֆեկտը չէր աշխատում, բայց նշենք սկզբից, հա, որ այդ էֆեկտը մեզ ապահովեց այսպես կոչված կատաղած 2000-ականներ, հա, եթե կարելի է բառ օգտագործել։ Երբ որ Հայաստանը դարձել էր Կովկասյան այո, տարբեր անուններ էին տալիս, հա, եւ այլն, որտեղից է այդ ամեն ինչ, հա, որովհետեւ մեր մոտ շատ արագ աճում էին տարբեր ցուցանիշներ, հա, ու հիմնականները հնաներ աճում, մեկ-շնչին հասնող, այսպես կոչված dispensable income, հա, տնօրինվող եկամուտ, հա, այսինքն այն եկամուտը, որ մնում է մարդը, դա ավելի արագ էր աճում, քան հնա։ Ինչի հաշվին, հա, ու ներքին շուկա էֆեկտը հաշվին, հա, բացվում են արտադրությունները, այդպես ասած։ Ինչ է նշանակում բացվում են արտադրություն, հա, Վլադ ջան։ Նշանակում է ներդրումներ արվում,
Ինչ է նշանակում ներդրումներ, հա, ինչու են բոլորը երազում ներդրումների մասին, որտեղ ներդրումները ենթադրում է աշխատուժի վարձակալություն, այսինքն գործազրկության կրճատում, եկամուտների աճ, հարկերի ուրեմն ավելացում, հա, եւ այդ ամեն ինչը, հա, ուրեմն ենթադրում է բնականաբար եկամուտների աճ, առհասարակ բարեկեցության բարձրացում։ Գումարած դրան, եթե հիշես, մոտավորապես 2000-ականների կեսերից մեր մոտ սկսավ նաեւ այսպես կոչված սպառողական վարկավորման երևույթը առաջացավ, հա, որ բանկերը սկսել են սպառողական վարկեր առաջարկել։ Այո։ Ինչը ել ավելի բարձրացրեց մարդկանց հայտնի ապառիկը։ Ապառիկը, այո, բարձրացրեց մարդկանց գնողունակությունը։ Ցանկացած արտադրանքի մեր մոտ սպառում աճում էր։ Այդ էֆեկտը գործեց մինչև համաշխարհային ճգնաժամը կարելի ասել, հա, որովհետև շինարարությունը այստեղ չարժի առանձին։ Իհարկե, հա, այդտես առաջին նորակառույցները որտեղից եղավ շինարարության բումը, հա, մարդկանց եկամուտները աճում են եւ բնականաբար մարդիկ մտածում են, հա, մանավանդ մեր ազգը, հա, որ տունը, քո սեփականը, երեխու համար եւ այլն, հա, մենք մի քիչ սեփական տների, հա, հանդեպ մի քիչ բան ունենք, էլի, առանձնատուկ սեր ունենք։ Այդտեղով, հա, քանի որ պահանջարկը կտրուկ աճեց եւ դե բնականաբար առաջացավ առաջարկը, հա, չթողեց մենք իրան շատ երկար սպասենք, հա, եւ մեր մոտ սկսեց այդ շինարարական բումը, ինչը բերեց վերջի փուչքի անգամ, չէ՞։ Այդ համազգային այդ էյֆորիան, հա, բերեց նրան, որ անգամ կարծիքներ էին հայտնում, ոնց ասեմ, փորձագիտական կարծիքներ, որ գիտեք, մեր տնտեսությունը արդեն էլ հումքա ռենտային, հա, այդ մոդելի վրա չի, այսինքն մենք կախված չենք տրանսֆերտներից եւ մենք արդեն մեր բազայի վրա ենք ոնց աճում, կարող ենք, հա, ինքնուրույն ինքնաբավ։ Այո, ինքը ինչ որ չափով մենք արդեն ունենք սեփական, հա, տնտեսությունը, որը ինչ որ չափի ինքնաբավ է, հա, բայց մենք կախված չենք տրանսֆերտներից եւ այլն։ Բնականաբար համաշխարհային ճգնաժամը ամեն ինչ գցեց տեղը։ Ցույց տվեց ով է, ինչ է, հա, եւ բիզնեսում շատ կարեւոր է, էլի, այդ մասը, հա, այդ պահը հասկանալ, տես։ Երբ որ դու աշխատում ես ինչ-որ նոր շուկայում, հա, նոր շուկայում նոր սպառողներ են, բերում ես ինչ-որ արտադրանք, որը նոր է շուկայի համար եւ այլն, շուկան քեզ ներում է, հա, քո սխալները քեզ ներում է։ Օրինակ բերեմ, որ մի քիչ པարզ լինի։ Բարձրակարգ ֆուտբոլային թիմը խաղում է ինչ-որ աուտսայդերի հետ, հա։ Տես պարտադիր չի ինքը խաղա ամբողջ ուժով, հա։ Ինքը կարա ասես կես ոտով խաղա, ինքը սխալներ անի եւ այլն, բայց զուտ, հա, կլասի ոնց որ ասում, հաշվի, հա։ Կա հաղթի, հա, եւ իրան պետք չի առանձնապես, հա, եւ այլն, ճիշտ։ Ուրիշ բան է, երբ որ դու խաղում ես ինչ-որ մրցունակ թիմի, հա, որը եւս ունի կլաս, հա, այդտեղ արդեն քո սխալները, քո կես ոտով խաղալը քեզ չի ներվի։ Ամեն սխալի համար քեզ կպատժի։ Նույն ձևը մոտավորապես տեղը։ Եթե քո մոտ նոր, իսկ մեր մոտ 90-ական, 2000-ական, դա նոր շուկա է, հա, դու ինչ բերում ես, պրինցիպի, հա, դու դա վաճառվում։ Հիմա մենք գնանք ինչ-որ մի հատ սոված երկիր, հա, ինչ-որ բան մատակարարենք, հոլա ջա, ինչ, եթե այդ մարդկանց ձեռքը գումար լինի, հա, ինչ մատակարարես կվաճառվի, հա, ոչ մի բան չի մնա։ Բայց պատկերացրու, եթե դա լուրջ մրցակցություն է, կամ արի մի բան արտանենք այսօր Եվրոպա, ուրիշ բան արտանես միտեղ, հա, չգիտեմ, Իրաք կամ Իրան կամ չգիտեմ ինչ կամ ու Եվրոպա։ Եվրոպական սպառողը շատ պահանջատեր է եւ այլն, հա, ամեն ինչ չի գնի։ Հա, եւ ընդ շատ կոշտ մրցակցություն է գնում։ Շատ դժվար է շուկաներում տեղ զբաղեցնել եւ պետք է պահպանել քո տեղը։ Նույնը մոտավորապես մեր մոտ է։ Քանի որ դրամական հոսքերը լցվում են Հայաստան, հա, եւ մարդկանց եկամուտները աճում են եւ այլն։ Առհասարակ մեր բիզնեսմենները այդպես չէին մտածում, հա, ինչ որ, չգիտեմ, բիզնես մոդելների մասին, կառավարչական ինչ որ տեխնոլոգիաների մասին եւ այլն։ Մի բանա պատրաստում էր շուկան կա, վաճառում էր, ստանում էր կուշաուտ եւ այլն։ Ուրիշ բան է, բիզնես կազմակերպելը, երբ որ շուկան ճշտում է։ Այսինքն, երբ որ կտրուկ մարդկանց եկամուտները նվազում են եւ ամեն մեկը սկսում է մտածել, արդյոք ինձ պետք է այս ապրանքը թե չէ։ Իսկ արդյոք փոխարինողը գոյություն ունի ավելի էժան, ավելի որակով եւ այլն։ Այդ շուկայում արդեն շատ-շատերը չեն կարող աշխատել, ունակ չեն աշխատելու եւ իրենք դուրս են մղում։ Մոտավորապես նույն բանը մենք տեսանք, հա, եւ այդ սուպեր բիզնեսները, հա, որոնք աճում էին 2000-ականներին, հա, երբ որ մեր մոտ կտրուկ։ Լավ, իսկ 2000-ականներին այդ գումարի հոսքը ինչով էր պայմանավորված։ Գումարի հոսքը պայմանավորված էր ինչով։ Հայաստանի կառավարչական հմտություններով էր, ոչ ընդհանրապես, բացարձակ, հա, բացարձակ կարևոր միֆերից մեկն է։ Այո, հա, հա։ Վերջապես Հայաստանը հաղթարվի, էլի։ Երբ որ վերլուծում ենք ցանկացած իրավիճակ, պետք է նայել գլոբալ տեսանկյունից։ Ինչ է տեղի ունենում գլոբալ տնտեսությունում։ Գլոբալ տնտեսությունում կտրուկ աճ է։ Արդյունաբերական եւ այլն եւ այլն։ Ինչ է պահանջում արդյունաբերում, այն վաղ աճում է Չինաստանը շատ արագ։ Դա պահանջում է ռեսուրս, հիմնականում էներգետիկներ։
Էներգակիրների շուկայում էլ ավելի մեծ աճ էր, այսինքն նավթի, գազի գները կտրուկ աճում։ Եվ մեր հարևան երկիրը, որտեղ որ մենք ում հետ որ մենք համագործակցում էինք, հունկարենտային մոդելով, ստանում էր շփվեց եկամուտներ եւ մեր եկամուտները այնտեղ եւս աճում։ Աճում են եկամուտները, բնականաբար աճում են տրանսֆերտները։ Էդ էր ամեն ինչ։ Դու պլյուս մեր տեղական հանքարդյունաբերությունը, որտեղ պղինձի գներն էին աճում, տվեցել ենք մենք Հայաստանի տնտեսական ոչ մի գործընթացի բացատրություն առանց Ռուսաստանի չի լինում։ Դա իրավիճակը այդպես է, այսինքն եթե այսպես է ուրեմն այսպես է, որովհետև Ռուսաստանում այսպես էր, եթե հետո դառավ այսպես դառավ, որովհետև Ռուսաստանում վիճակը վատ։ Եթե տենց է ստացվում, ինչ անենք, վլա ջան, ու ասենք, չէ։ Չէ, մենք ուղղակի բանը։ Թող մեկ ասենք, փաստ ենք արձանագրում։ Հիմա Ռուսաստան հիմա կլներ Հնդկաստան, կասենք Հնդկաստան, կլներ Տայվան, կասենք Տայվան։ Հիմա ինչ անենք որ տենց։ Հիմա ասեք, դու մեկ ասի տենց չի։ Նայեք ցուցանիշները իրանցով ամեն ինչ ասում։ Ինչ վերաբերում է որ մենք ինչ-որ վագր ենք եւ այլն, ասեմ, որ քանի որ այդ ժամանակ աճում են բոլորը, եւ մենակ վերցեք գոդե ԱՊՀ երկր։ Մենք սկի ԱՊՀ երկրների մեջ ամենալավը չէինք։ Մենք միջին մակարդակի վրա ենք։ ԱՊՀ-ում մենք աճում ենք միջինի վրա, մեզից ավելի արագ աճողներ կան։ Այսինքն դա այն երևույթը չէ, էլի, որ հասկանում եք, ոչ մեկ չէր աճում, մենք ենք աճում։ Ասում ենք, չէ, քաղաքական գործում կար թե չէ։ Մենք ինչ-որ ճիշտ տնտեսական քաղաքականություն ենք վարում եւ այլն։ Ինչպես տարանջատել։ Այ օրինակ նայել, համեմատվել, հա, ընդհանուր ոլորտում մենք միջինից բարձր ենք թե չէ։ Եթե մենք միջինի վրա ենք, ապա դա նշանակում է մենք առանձնապես ոչինչ չենք անում։ Պրոստը իր հունով, հա, նավը, հա, եթե քամին փչում է, ինքը գնում է, հասկանում եք, անկախ ամեն ինչից։ Եթե մենք օրինակ լինենք ավելի բարձր քան միջինը, հա, ապա կարելի է ասել, որ այո, մենք ինչ-որ մի բան ավելի լավ ենք անում, քան Պլյուս երկրորդ ապացույցը, հա, որ քաղաքականությունը ոչ մի դեր չունի։ Եկեք համեմատենք երկու հատված, մինչև 2008-ին, հա, եւ դրանից հետո։ Մեր մոտ տնտեսական քաղաքականությունը առանձնապես չէր փոխվել, հա։ Բայց մենք ունենք կտրուկ տարբեր ցուցանիշներ 2000-ականներին եւ 2010-ից հետո։ Չնայած վարվում են նույն տնտեսական քաղաքականություն։ Որպեսզի համոզվեք, որ կապ չունի թե ով է ղեկավարներից, հիմա մենք ասում ենք այն ղեկավարը իքելա։ Եթե իրանց փոխեք տեղերով ոչ մի բան չի փոխվի, ես վստահ եմ։ Որովհետեւ համեմատության համար կարակ վերցնեք Ղազախստան կամ Բելարուսը, որտեղ որ լիդերը չէր փոխվել։ Բայց ցուցանիշները տարբեր էին այդ երկու հատվածների համար։ Այսինքն դա ցույց է տալի, որ քաղաքականությունը ստե կապ չունի։ Արտաքին վիճակը, այսինքն որը որ Հայաստանում էր, նաև Բելարուսում կամ Ղազախստանում, հա։ Այո, որտեղ լիդերը չէր փոխվել։ Հիմա ինչ է այնտեղ միտեղ միջև մա չի փոխվել, հա։ Հա, եթե նույն մարդն է, նույն քաղաքականությունն էր վարում, նշանակում է մեր մոտ կարելի ասել նույն մարդն է։ Տարբեր դեմքերով։ Դա չի, այսինքն աշխատում են գործոններ, հա, որոնք բերում են նրան, որ մեր մոտ աճում էր գնողունակությունը եւ այդ ամեն ինչը, հա, իր ուրեմն էֆեկտը բերում էր նրան, որ ամեն ինչ աճում էր։ 2008-ին եկավ ուրեմն սկսեց ճգնաժամը, հա, ինչ կապ ուներ ճգնաժամը մեր հետ, հա, արի դա բացատրենք, որտեղ շատերի համար դա էլ հասկանում։ Ինչ կապ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիպոթեկային շուկայում ճգնաժամը բերեց նրան, որ Հայաստանը 14% անկում ունեցավ հնայ։ Չնայած միջև այդ, հա, անգամ ճգնաժամը արդեն հասունացել էր, հա, պարզապես մեր վրա, քանի որ ինքը անուղակի ազդում, հա, Ռուսաստանի միջով կազդեց, ճիշտ է։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Հա, գլոբալ տնտեսություն ունավ ռեցեսիայի մեջ, կտրուկ իջան նավթի գազի գները, կտրուկ իջան տրանսպորտերի ծավալը։ Տրանսպորտի ծավալը իջավ, հա, գնողունակությունը մեր էր։ Այսինքն նորից Ռուսաստանի միջոցով է։ Այդ միջոցով աճել է, այդ միջոցով։ Այո։ Ինչ են ասում մեր մոտ, քանի որ դա անուղակի է, դա ժամանակա, չէ, պահանջում, չէ։ Այսինքն մեր մոտ որոշ չափի հետո այդ անկումը գրանցվեց, քան օրինակ Ամերիկայում։ Մեր մոտ արդեն չնայած Ամերիկայում բոլորը խոսում են ճգնաժամը եւ այլն, խորը ռեցեսիա, մեր մոտ ասում են մենա դա չի ազդում։ Ու ասում են ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ասում են ինչ կապ ունենք այդ։ Դա օրինակ լեկտիվ ստախոսություն է, ուրիշ բան, մարդը գիրի ինչ է, բայց մեզ ասում են լրիվ հակառակ բանը, կամ պարզապես մարդը տեղեկ չի տնտեսությունից։ Ինչ է աշխատում, ոնց է աշխատում, մենք ինչ մոդելով ենք աշխատում եւ այլն, ինչ որ բաների մեջ են, էլի։ Կամ ստախոս են, կամ չտեղեկացված, կամ ինչ է, երկուսն էլ անկախ ամեն ինչից խոսում է իրանց ոչ կոմպետենտ լինելու մասին։ Այո։ Ճգնաժամից հետո ինչ-որ չափի վերականգնվան այդ գլոբալ տնտեսության ցուցանիշները։ Նավթի գինը աճեց, գազի գինը աճեց, հա, եւ հարց առաջանում, բայց ինչու նորից մեր մոտ չսկսեց հա այդ բումը։
2010-ականներին մենք անգամ ունեցել ենք տարի, որ 0 էր տնտեսականություն։ Այդ մակարդակն է։ Տես, խնդիրը ինչու՞մն է։ Երբ որ աճի ժամանակ 2000-ականների ժամանակ երբ որ մարդիկ եւ բիզնեսները սովորաբար, հա, որոշում են կայացնում ապագայի համար, հա, դեդրումների համար։ Իրանք առաջնորդվում են ոչ թե ընթացիկ վիճակով, այլ ապագայի կանխատեսումներով։ Եվ քանի որ տեսության մեջ կանխատեսումները դրա մասին էլ, հա, շատ անեկդոտներ կան եւ այլն, հա, տնտեսական կանխատեսումներ, հա, որովհետեւ հիմնականում գործիքակազմը ինքը մի քիչ պրիմիտիվ է, եւ հիմնված է այսպես կոչված ժամանակագրական շարքերի վրա, այսինքն այսպես կոչված էքստրապոլյացիայի վրա։ Ինչ է էքստրապոլյացիա։ Դուք հին երևույթը, հա, տրենդը, հա, վերագրում եք ապագային։ Պայմանական, հա, բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Մի տարում աճել է 2%-ով, մյուսում 3-ում, մյուսում 4-ում, մյուսում 5-ում, այլ մյուսում կլինի 6։ Հա, մոտավորապես այդպես մի հատ տրենդ է։ Ոչ մեկ չէր ակնկալում, հա, որ կարող է լինի խորան, բնականաբար։ Ну, եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաներ դες բաներ են հայտարարում, միջին վիճակագրական բիզնեսմենը ինչ պետք է կանխատեսեն, բլոջան, հա, արի ճիշտ է խոսքը։ Ինչ ենք մենք ուզում ենք մարդուց, է։ Բոլորը կանխատեսում են, հեսա նավթը կելնի 200, հա, եւ այլն։ Այսինքն էլ ավելի մեծ հոսքեր են ակնկալում եւ բնականաբար իսկ դու որպես բիզնեսմեն ինչ ես անում, հա, լայնացնում ես քո մասշտաբները, հա, ծավալները քո արտադրության։ Որպեսզի դու լայնացնես քո ծավալները արտադրության, դու պետք է լայնացնես քո ինչը, տեխնիկական բազան, հա, հաստոցներ, ուրեմն շինարարական, ուրեմն հարթակներ եւ այլն սարքավորումներ։ Այսինքն դու ներդրում ես ապագայի համար։ Դու ներդրում արեցի, հա, այդ ապագան, հա, այդ ապագայում պետք է հետ գվի քո արած ներդրում։ 10 տարվում է հետ գնվում, քանի տարվում է հետ գնվում։ Դե հիմա պատկերացնես 2 տարի հետո եկավ համաշխարհային ճգնաժամ, հա, եւ պահանջարկը փլուզվեց։ Պահանջարկը փլուզվեց, բայց սարքավորումները մնացին, չէ՞։ Սարքավորումները մնացին չծանրաբեռնված։ Այսինքն դու պայմանական կանխատեսում ես, ծանրաբեռնել ես 80%-ով եւ քո բոլոր հաշվարկները այլս ելնելով վրա։ Իսկ դու ինքը ծանրաբեռնած է 30-ով։ Դու 50%-ի, հա, ավել գումար ես վճարել մի բանի համար, որը չես օգտագործում։ Պայմանական վերցրել ես, հա, ռեստորանում, վերցրել ես house տեղի համար տարածք, հա, ու տալիս ես $1000 վարձ։ Ամեն սեղան ինքնարժեքը քո վրա $10։ Դե հիմա դու սպասում ես, որ ամեն սեղանը քեզ կբերի $20, հա, ու դու հաշվում ես, որ եթե լավ ես 90%-ով ծանրաբեռնեմ, հա, 10 սեղանից գումար չեմ ստանա, բայց դրա հաշվին, հա, դե պատկերացրեք, քեզ կոմոդ գալիս է 30% զբաղվածություն։ Հա, բնականաբար դու վարձակալությունն էլ չես կարող, ուրեմն, բայց մյուս կողմից չես կարող, ուրեմն, վարձատուին ասես, գիտես, ես 30% եմ վերցնում տեղի, հա, կամ վերցնում ես, կամ չես վերցնում, չէ՞։ Նույնիսկ սարքավորումն է, դու գնում ես, հա, գումարը տալիս ես ամբողջ սարքավորման համար, բայց չես կարող դա մասնահատես, դու ստիպված ինչ ես անում, դու ստիպված պահում ես դա միջև, օրինակ, լավ ժամանակ։ Այո, լավ ժամանակներ, բայց ինչը, լավ ժամանակները եկան, այսինքն հոսքը եկավ, բայց ներդրում արդեն կա։ Պարզապես ինչ է տեղի ունենում 10-ականներին։ Եղած ներդրումները հա ծանրաբեռնվում էին։ Հա։ Կարիք չկա նոր ներդրումներ, իրանք արդեն արվել են ժամանակին։ Եվ մենք պարզապես ծանրաբեռնում ենք արդեն եղած բան, այսինքն նոր ներդրումներ չկա։ Իսկ եթե նոր ներդրումներ չկա զբաղվածության աճ, չկա եկամուտների աճ, չկա հարկեր, չկա եւ այլն եւ այլն։ Տնտեսությունը եկավ կանգնավ, հա, հասավ իր ուրեմն պիկի։ Այդպես չհասավ, ինչու, որովհետեւ անգամ ես միտեղ հետազոտություն եմ կատարել ԱՊՀ երկրների մասով, ասում են Հայաստանում ուրեմն երկարաժամկետ ներդրումների, հա, այսինքն բնական միջոցների ծանրաբեռնվածությունը ընդամենը 50% միջինում։ Այսինքն միջինում մենք ունենք 50%-ով ավել հզորություններ արտադրական, որոնք պարզապես կանգնած են, չեն օգտագործվում։ Դա շատ ցածր ցուցանիշ է, որովհետև Ամերիկայում անգամ կոവിഡ്ի ժամանակ 65% էր։ Նորմալ ժամանակ, հա, միջև այդ ճգնաժամից հետո իրանց մոտավորապես 75-ից 80% է ծանրաբեռնվածություն, ինչը համարվում է ցածր ցուցանիշ։ Հա, 20%։ Մեր մոտ 50 է։ Պատկերացնում ես, այսինքն ինչքան պիտի պահանջարկը դեռ աճի, հա, ինչքան մենք զբաղացնենք դա եւ ուղղենք, հա, արդեն նոր ներդրումները դեպի տնտեսություն։ Այդ 50-ը այսինքն դա վիճակագրական։ Այո, դա, հա, հաշվարկել են, հա, միջինում, հա, դու օրինակ միջինում ռեստորանները, այս տարածքները, հա, օրինակ զբաղացած է 50%։ Հյուրանոցները մեր եւ այլն եւ այլն։ Մոտավորապես որ նայես աշխը չափով, այլ մոտավորապես է թիմն է։ Իսկ դա նաեւ ինչ-որ դրական բան չունի, որ ասենք կարելի է օրինակ առանց նոր ներդրումներ ներգրավելու, եղած բազայով, հա, եղած ռեսուրսով կազմակերպել ինչ-որ բան։
արտադրություն կամ չգիտեմ ծառայություն եւ այլն։ Դա Վլադ ջան, պետք է Հա, մի կողմից թեր ծանրաբեռնվածություն կա, բայց մյուս կողմից, այսինքն նոր ռեսուրս ներգրավելու կարիք չկա ինչ որ ավելի շատ ծառայություն մատուցելու համար։ Պարզապես պետք է եղածը ամբողջ ռեսուրսով օգտագործել։ Արկա ռեսուրսը ամբողջությամբ օգտագործել։ Այո, պարզապես տես արտադրական հզորությունների մինուսը գիտես ինչու՞մն է, որ նրանք բացարձակ իրացվելի չեն, ինչ իմաստով, հա։ Օրինակ, եթե դու ունես տարածք, դա դու չես կարող դա վարկյանական վերացնես, չգիտեմ, հաստոցի։ Հաստոցը չես կարող վարկյանական վերացնես, չգիտեմ, մեքենայի եւ այլն։ Հա, եթե դա լիներ կապիտալ, հա, եթե մենք բանկերում ունենք կապիտալ, հա, ինչ-որ գումար, փող, հա, ապա մենք կարող ենք մեր ուզած բանն անել։ Իստեղ խնդիրն է, որ մարդը գնել է, կամ երկարաժամկետ վարձակալության վերցրել է, հա, հիմա ասենք պահանջարկը թեկուզ աճում է, բայց աճում է ոչ այդ ոլորտում, այլ ինչ-որ այլ ոլորտում։ Հիմա ինքը ինչ անի, ինքը պետք է դա դնի, վաճառի, ինչ-որ տուժեր մուծի եւ այլն եւ այլն, այն ինչ գնով կվաճառի, թե չի վաճառի, հա, ուղի արդեն դեպի այդ նոր պահանջարկ, բայց ընդդեմ պահանջարկ, ինքը կայուն է, այսինքն ինքը ժամանակավոր է, հեսա ռելականտները, որ եկել են հեսա կթող ինքը գնան, թե իրենք կմնան, թե ինչ է։ Շատ մեծ անորոշության մակարդակ է Հայաստանում։ Բոլորը աշխատում են այսօր, մտածում են այսօրվա պահով, հա, այսօր ինչ կա։ Երկարաժամկետ մեր մոտ շատերը խոսում են ասում երկարաժամկետ պլանավորում չկա։ Դե կներեք էլի, եթե դուք բարձրաստիճան պաշտոնը հայտարարում են տես բաներ։ Տնտեսական, հա, ուրեմն պատասխանատուները տնտեսական քաղաքականության խոսում են, չես հասկանում ինչի մասին, հա, չգիտեմ։ Կոկորդիլոսի բուծարան են բացում, մեկ տելևիզորի բուծում, մեկ սեպուխ ինչ-որ արտադրություն են դնում, հա, անհասկանալի ինչ-որ բոլորի համար, հա, ինչ հա, ավտոմեքենա, հա, եւ այլն, հա։ Ես ինչպես այդպիսի տնտեսությունում ինչ-որ երկարաժամկետ, ես ոչ թե հրաժարվում եմ դա անել կամ չեմ հասկանում, որ դա պետք է։ Ես պարզապես չեմ կարող վստահել երկարաժամկետ իմ կապիտալները ստեղ, որովհետեւ տուրբուլենտությունը շատ բարձր է։ Դրա համար արվում է ինչ որ շատ արագ հետ է գվում միայն, հա, իսկ դա ինչ է թեթև ռեստորանն է, ինչ-որ բան է, խանութ է եւ այլն, հա։ Այսինքն արվում է ներդրում, որից դու շատ հեշտ կարողանաս վաղը դուրս գաս։ Ինչ-որ գործերդ այն չի, լավ տարածքա վաճառեցի մնա։ Ու հիմնական թեզը, հա, այսքանից հետո, հա, որովհետեւ մեզ ինչ է դա, վերջը էլի ասում։ Վերջը ինչ է էլի։ Անկախ ամեն ինչից, հա, չնայած թե դրան ինչ է խոսվում այսօր հանրային դիրույթում, ինչ են առաջարկում տարբեր կուսակցությունները, տարբեր ուժերը եւ այլն, նրանց ներկայացրած բոլոր ծրագրերը, նու ամենայն դեպս են ինչ որ ես լսում, հա, իսկ ես գրեթե բոլորին լսում եմ, քանի իմ պրոֆիլն է, հա, ես գոնե տնտեսական մասերը, հա, լսում որ խոսում են մեր հայտնի տնտեսա ու ոչ հայտնի ու կամ ինչ-որ առհասարակ ինչ-որ բիզնեսմեններ, որոնք այսպես թե այնպես ինչ-որ քիչ թե շատ խոսում են կամ մակրո մակարդակի մասին կամ ինչ-որ մեծ ոլորտների մասին, ես լսում եմ ու ֆիքսում եմ, հա, թե ինչ են իրանք առաջարկում։ Անկախ դրանից թե այդ առաջարկը կարող է առաջի հայացքից թվալ խելամիտ, հա, բայց դա հիշում ես ասում ենք, հա, խելացի մտքեր են, հա, որովհետև ստեղծված իրավիճակում, հա, այդ աշխարհաքաղաքական այդ կոնֆիգուրացիայի պայմաններում մեր պետությունը հասել է իր աճի բարձրակետին, այո, բարձրակետին, հա, եւ ստեղծված այլ շեշտում եմ, հա, ստեղծված իրավիճակում, հա, ոչ թե ընդհանրապես, հա, ստեղծված իրավիճակում Հայաստանի պատալոգը, հա, այսպես կոչված, եղել է 2008 Դրանից ավել ստանալ այս տնտեսությունից։ Ու կարել է պլյուս մինուս 5% ես չեմ 말ում։ Բայց դե 5% հա ավել կարել է միշտ ստանալ։ Պլյուս մինուս 5%, այսինքն մենք շվատ անենք կամ հա ցուցանիշը կա ինչ որ այդ։ Դե ասենք վերցրած ցանկացած ցուցանիշ, հա, մեկ շրջին հասնող հնա։ Տես հիմա որ դու դոլարային ցուցանիշները որ համեմատես, բնականաբար այսօրվան ավելի բարձր է, քան այն վաղտը։ Բայց եթե դու գնաճը հանես եւ այլն, դու կտեսնես, որ ինքը ավելի բարձր է։ Մեր այսպես կոչված այսինքն 2008-ին ավելի բարձր էր։ Այո, ընդհանուր միջին ցուցանիշներ, հա, եթե ամեն ինչը հաշվես, էլի, ոչ թե ինչ-որ վերցնես, այո, գործազրկությունները ավելի ցածր եւ այլն, հա։ 2008 թիվը, հա, մենք դեռ չենք հասել 2008։ 2008 թիվը եղել է մեր պիկ, հա։ Ավելին ստանդարտ տնտեսությունից Հայաստանի տնտեսությունից իմ կարծիքով հնարավոր է։ Էլի նորից ասում եմ, հա, իմ համար ցուցանիշը, հա, դա աշխատանքի բաժանման խորացում։ Եթե ձեր մոտ ստեղծվում են ինչ-որ տեղ փուչիկներ, հա, ոնց որ մեր մոտ ունենք այսօր առնվազն 2 հատ փուչիկ, շինարարության ոլորտում եւ IT ոլորտում։ Ես մի քիչ պրոստը չեմ ուսումնասիրել
բայց եթե ուսումնասիրեի, կասեի, բայց չգիտեմ, կասկածում կարող է եւ տուրիստական փուչիկ կստում։ Այսինքն այն ներդրումները, որ արվում է հյուրանոցների եւ այլն, դա մի քիչ սպասումները մի քիչ չափազանցված են։ Այսինքն այդտեղ այդքան տուրիստ մենք չենք կարող ներգրավել, որպեսզի այդ ամեն ինչը աճի, զարգանա, բարգավաճի։ Բայց ակնհայտ ես տեսնում շինարարական փուչիկ եւ IT փուչիկ, որոնք որ մոտակայքում կտրակեն։ Ну IT-ն ոսո տրակում արդեն։ Շինարարությունն էլ դե հերթի մեջ կանգնած։ Մենք այդ տնտեսական փուչիկների Հայաստանի մասով էլի կարծում եմ երևի առանձին խոսալու առիթ կունենանք, նաև ինչա ոնց է պայթում, պայթելուց հետո ինչ է լինում։ Ես կառաջարկեմ հետեւյալը, Վլադ ջան, քանի որ IT ոլորտի մասին էր իդեպ նաև բավական հետաքրքիր քո հայտարարությունը որպես փուչիկ, որը նույնպես կարելի է վերլուծել, հասկանալ, այսինքն ինչով է դա փուչիկ, ինչա լինելու հետո ու ինչ հետևանքների է բերելու, այնպես որ կարծում եմ առանձին խոսալու բաներ ամեն դեպքում դեռ կա, մենք այսօր sense ամփոփ իրավիճակը ներկայացնենք, մի թեթև քրոնոլոգիա ներկայացրինք, հա, տնտեսական պատմության։ Ինձ հետաքրքիր կլինի հարցերը մեր դիտորների, որովհետև կարող է բաներ կա իրանք համաձայն չեն կամ ինչ-որ հարցեր ունեն, շատ հետաքրքիր կլինի։ Հա, Հայաստանի տնտեսության մասով ինձ թվում է դիտողների մոտ պետք է եւ նկատառումներ հարցեր լինեն։ Հենց հարցերի հիման վրա կարանք մենք մեր մյուս հաղորդումը կառուցել։ Ես ճիշտ ասած այդտեղ հավելելու բան ունեի, ուղղակի դա արդեն կապված է այսպես կոչված Հայաստանում եղած մասամբ մենք դրա մասին խոսեցինք, հա, այդ միֆերի մասին, հա, որ ուրեմն ինչ կարելի անել, որպեսզի Հայաստանը զարգանա, հա, եւ ցուցակ ունեմ առանձին գրանցել են բոլոր միֆերը եւ կուզենայի չուզեցա ասես թռուցիկ վրով անցնել, որովհետեւ դա կարեւոր է։ Ինձ թվում է սա ավելի հետաքրքիր է անգամ, քան այն ինչ որ մենք խոսեցինք։ Այսինքն շատ մարդկանց մոտ շատ հարցեր կա, բա ոնց, բա IT-ին, բա գյուղատնտեսությունը, բա туриզմը, բա էս, ինչու արդյունաբերական քաղաքներ չեն սարքում եւ այլն, դա է ելքը։ Ես կուզենամ մենք դա քննարկենք մանրամասն, հա, մյուս անգամ։ Պլյուս նորից, եթե հարցեր լինեն, շատ ողջունելի է, եթե հարցեր լինեն այս առաջին մասով, եթե բովանդակային, անգամ քննադատական, եթե հարցեր ունեք, այսինքն բանը համաձայն չեք, շատ հաճելի կլինի, լսենք, կարձագանքենք անպայման, ես անպայման կարձագանքեմ։ Ես էլ եմ հուսով որ հարցեր կլինեն։ Ну հարցերը պարտադիր չի հարց, նկատառում, դիտարկում, ինչ-որ մեկնաբանություն, որովհետև սա արդեն առաջարկ, ոչ թե գլոբալ տնտեսության մասն է, այլից մեր պետության Հայաստանի, որի մեջ ապրում է ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ոչ միայն ռեզիդենտ ապրող այստեղ, այլ ռելոկանտ, դրսից եկած աշխատուժ եւ այլն։ Ու սա արդեն ոնց որ վերաբերվում է անմիջապես մեզ։ Մեր ապագային։ Մեր ապագային, հա, բոլոր process-ները մենք մեր մաշկի վրա ենք զգում, եթե կարելի ասել, հետեւաբար նաեւ նկատառումներ էլ կունենանք։ Մոտեցանք վերջին, իմ մոտ հարց առաջամ, կա գիրք Հայաստանի մասին, այո, որտեղ բոլոր գրքերը ինչով է այս հարցը նաև կարևոր, որ մենք հասկանանք, լավ, այդ մասին ինչի մասին մենք խոսում ենք։ Բացի, չգիտեմ, վիճակագրությունից, ստատիստիկայից, գրականություն կա, գրականություն հենց գրքի տեսքով։ Հայաստանի տնտեսության։ Այո, հենց Հայաստանի տնտեսության մասին, այո։ Տնտեսության, հա, վերլուծություն։ Շուկայական տնտեսության, Հայաստանի տնտեսական պատմության մի խոսքով կա գրականություն, թե այդ մասով մենք շատ աղքատիկ վիճակում ենք։ Ես ցավում եմ, որ այո, մենք չունենք, ես չեմ հանդիպել, չեմ ճանաչում, չեմ լսել, Վլադ ջան, լավ տնտեսական պատմաբան։ Հայ տնտեսական պատմաբան։ Ես չեմ լսել, հա։ Չգիտեմ ինչ է դա կապված, որովհետև պատմաբաններ ունենք, չէ, դու ավելի շատ կճանաչես, քան ես, ինչ քո պրոֆիլը են իրենք ավելի շատ քանում։ Չգիտեմ, բայց ասենք լավ ցեղասպանությունը, լավ, ասենք բաներն, ավարել ճակատամարտն, այդ ամեն ինչը, հա, իմացանք, սովորեցինք եւ այլն։ Լավ, գիտեմ, զեկույցներ կա, բաներ կա այդ մասերը, բայց Հայաստանի տնտեսական պատմությունը, հա, ոնց որ անտեսվում է այդ իմաստով։ Մանավանդ այդ 90-ականների օրինակ մեր մոտ կան մարդիկ, այսօր, հա, իրանք դոկտոր են, պրոֆեսոր են, որոնք զբաղվել են այդ ժամանակ, հա, ասենք եղել են գործնական մարմիններ, որոշումներ են կայացրել եւ այլն։ Այնց հետաքրքիր է իրանց վերլուծությունը։ Ոչ մեկ իշո մենագրություններ բան։ Ես չեմ հանդիպել։ Եթե ես խնդրում եմ դիտորներ։ Հա, իմ ջան, եթե լինի, լավ կլինի նաև դիտորները։ Հուշեք մեզ, եթե կան այդպիսի, ես ինչ կարամ առաջարկեմ ձեզ, ամենաշատը, հա,
դա կարդալ համաշխարհային բանկի կամ IMF-ի զեկույցները մեր մասով Հայաստանի մասով։ Այո, օրինակ կարտացեք 2007-ին ինչ են գրում, հա, IMF-ը։ Մենակ այդ հերիքա որպեսզի դուք պատկերացնեք, որ այդ մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն տնտեսության մասին։ Ինչ ճգնաժամ, ինչ բան, սկի տես մտքով էլ չէր ասում, էլի զբաղարան։ Ինչ ապագա են մեզ կանխատեսում եւ այլն։ Բայց դա հենց Հայաստանի վիճակագրության Այդ է, իրանք անընդհատ ռիպորտներ են թողարկում համաշխարհային բանկը տարեկան զեկույցներ։ Չէ, նկատում եմ հենց մեր վիճակագրական վարչություն թե ինչ է։ Դա կայքում կա, եթե դուք ինչ-որ ցուցանիշներ եք ուզում, հա, կայքը մտնում եք վիճակագրական մեր ծառայություն։ Բայց այնտեղ վերլուծություն լինում է։ Կենտրոնական բանկն անում վերլուծություն, բայց իրանք գիտեք ինչ նեղ մասնագիտական, օրինակ դրամավարկային քաղաքական ազդեցությունը եւ այլն եւ այլն։ Սենց մակրո վերլուծություն, ասեք շատ որ կարաս տեղավորես, ասենք ամեն ինչի մասին ասես, ու բարձ է, այդտեղ լիքը մանրուկներ կա, բարձրապես ես չեմ ուզում գնամ սենց խորանամ ինչ-որ մանրուկների մեջ։ Եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, ես կարամ դա, ուղղակի ես սենց ամփոփ ներկայացրի եւ դու նաեւ զգացիր, չէ, վլաջը, որ առանձնապես հետաքրքիր բան չկա։ Մենք գիտենք, որ մենք ինչ-որ յուրահատուկ ենք, մենք յուրահատուկ տնտեսություն ունենք, ոչ մի յուրահատուկ մենք Էկվադորից ոչ մի բանով չենք տարբերվում։ Եթե մենք ասած թողենք այդ պաֆոսը, հա, եւ զուտ նայենք, հա, հարաբերությունները։ Մենք ում կառենտային մոդելը տասնյակ երկրներ աշխատում են ում մոդելով ոնց որ մենք։ Պլյուս մինուս վիճակը նույն։ Այդ իմաստով այդ դրա ես դրա համար ասում։ Հայաստանի տնտեսությունը վերլուծելը, բան հետաքրքիր բան իրենց չի ներկայացնում։ Հա, գիտական տեսանկյունից։ Առանձին հա կարա մեկին հետաքրքիր ինքը վերլուծի, հա, բայց գիտական տեսանկյունից ոչ մի գիտական նորություն կամ ինչ-որ բան չկա, որ ասած տեսեք եւ այլն եւ այլն։ Այդպես բան չկա։ Դրա համար բայց ինչով է ինձ հետաքրքիր Հայաստանի տնտեսություն եւ Հայաստանի մասին խոսելը, որովհետեւ խոսույթը, հա, որ այդ առաջարկները որ արվում այդ, որ ես ասում եմ խոսենք մյուս հանդիպման ժամանակ, դա այդքան է տարածված մարդկանց մեջ, ուղեղների մեջ նստած է, որ ես չգիտեմ, ես չեմ պատկերացնում, ինչքան դժվար է լինելու այն մարդկանց, որոնք գալու են այդտեղ ինչ-որ բարեփոխումներ ան, իրոք բարեփոխ։ Ոնց են իրանք հանելու հա այդ հիմար մտքերը հա այդ մարդկանց գլխներից, որ սենս չի, էլի, սա չի աշխատելու, սա չի լինելու։ Քննարկվում ամենաբարձր մակարդակով, բոլորը գոռում են, որ այո, եւ այլն, եւ այլն, եւ այլն, հա։ Սա այդ, չգիտեմ, պայքարել է պետք աշխատանք պիտի տարվի եւ այլն, որպեսզի դա հավի։ Ես դրա վրա եմ ուզում շեշտ դնեմ, հա, մեր մյուս ուրեմն հանդիպման ժամանակ։ Դա աշխատանքներից մեկն էլ, որը պետքա տարվի, հենց Capital Plus podcast-ն է։ Այո, մենք դրանով զբաղվում ենք։ Այո։ Մեր մասով, մեր չափով։ Ամեն դեպքում կարծում եմ գիրք կա։ Հայաստանի մասին ցավոք սրտի չկա, հուսով եմ կլինի, ինչ-որ կարող է մենք գրենք մի օր Հայաստանի մասին գիրք, հա, բայց ցավոք էս բան չկա։ Բայց առհասարակ գիրք նախատեսել էի, հեղինակ արդեն ձեզ ծանոթ է, պարզապես ես կարծում եմ, որ արժի նաև այս գրքի մասին խոսել։ Դա նորից մեզ ծանոթ Հաջունչանգն է, Վլադ ջան։ Չարս համարացիների հեղինակը եւ Как устроена экономика, հա, դիտարկել ենք։ Սա իր եւս մի գիրք է, ես առաջարկում եմ նորից հա խորհուրդ եմ տալի բոլորին, մանավանդ հա մարդկանց, որոնք ծանրաբեռնված չեն տնտեսագիտական գիտելիքով, որտեղ որ շատ པարզ, հա, օրինակների վրա եւ այլն բացատրվում են ժամանակակից տնտեսագիտության հա միֆեր։ Կոչվում է 23 գաղտնիք։ Գաղտնիք սա, ասենք կարելի է վերաձևակերպել, ասել միֆ, հա։ Այն ինչը ձեզ չեն ասի կապիտալիզմի մասին, շուկայական տնտեսության մասին։ Ну, օրինակ, հա, ամենապարզ, հա, ազատ շուկան դա քաղաքական երևույթ է, հա, որ մենք ազատ շուկա գոյություն չունի, հա, ոչ մի տեղ, որ ասում են ազատ շուկա։ Կամ հիշում ես խոսել եք, հա, լվացքի մեքենան, հա, աշխարհը ավելի շատ է փոխել, քան ինտերնետը։ Հա, մենք դա քննարկել ենք, ես այդ օրինակը как раз վերցրել եմ այս գրքից։ Այդտեղ էլի շատ, այսինքն ամեն մի թեզ, հա, 23 թեզ է, հա, օրինակ որ սեփականաշնորհումը դա միշտ լավ է, հա, դա էլ է հերկվում, եւ շատ մեծ ծանոթ թեզեր, հա, հերկվում է, բացապես ջախջախվում է իրականությամբ։ Շատ հետաքրքիր։ Շատ եմ խորհուրդ տալի, շատ բաներ ձեր համար նորություն կա։ Հաջունչանգ, հա, 23 գաղտնիք, որոնք ձեզ չեն պատմի կապիտալիզմի մասին գիրքը։ Եղավ, Ֆարկադ, շնորհակալություն բավական։ Ես էլ շնորհակալ։ Զրույցի համար ձեզ հետ Capital Plus podcast-ներ։